because it could have been a major disaster. There was 500 people on that train that day. 15-ից 17 դեպի Փարիզ, այսպես է կոչվում 2015-ի օգոստոսի 21-ին Ամստերդամ-Փարիզ գնացքում կախված ահաբեկչության մասին ֆիլմը։ Իրական կյանքի հերոսները դարձել են նաև ֆիլմի հերոսները։ Նրանցից մեկը Մարկ Մուգալյանն է, որը մարոկացի իսլամիստ ահաբեկչի հետ մարտի էր բռնվել ու փրկել գնացքի ուղևորների կյանքը։ Նկարահանումը շատ բնական եւ արագ ստացվեց, շատ ուրախացա իմանալով, որ Սպենսերը, Ալեքը եւ Անտոնին իրենց դերն են խաղալու։ Հետո ինձ ու կնոջս Իզաբելին էլ հրավիրեցին ֆիլմում նկարահանվելու, դժվար չէր խաղալ իմ սեփական դերը, ֆիլմը շատ իրական ստացվեց։ Ֆիլմն արդեն Եվրոպայի էկրաններին է ու հավակնում է հաջորդ տարվա Օսկարին։ Նկարահանման համար ռեժիսոր Քլինտ Իսթվուդը վարձել է Ամստերդամ-Փարիզ երթուղին իրականացրած նույն գնացքը։ It hasn't been a conscious choice to make. Սա մի պատմություն է սովորական մարդկանց մասին, որոնք արտառոց քայլերի են գնում։ Ես երկար փնտրեցի դերասանների, բայց տեսնելով տղաներին, մի օր ասացի, իսկ եթե դուք խաղաք ձեր սեփական դերը, եւ ամեն ինչ շատ բնական ստացվեց, քանի որ դա իրական կյանքն էր։ 15-ից 17 դեպի Փարիզի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում։ Հյուրերը համաշխարհային կինոդեմքերն էին։ C'était très bien fait, tout était encore une fois. Ամեն ինչ բարձր մակարդակով էր կազմակերպված, կարմիր գորգ, շքեղ հագուկապ, ներկա էին Քլինտ Իսթվուդի ընտանիքը, հայտնի դերասաններ, Արնոլդ Շվարցնեգերն էլ էր եկել։ Était là-bas aussi. Ահաբեկչի ձեռքից խլելով ավտոմատը Մարկ Մուգալյանը ծանր վնասվածք էր ստացել։ Երկար ապաքինվելուց հետո էլ հետևանքներն ամբողջությամբ չեն վերացել։ Ասում է, այդ զգացողությունն իր հետ կմնա ընդմիշտ։ Հասմիկ Առաքելյան, Մարիամ Տեր-Գուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Օրակարգ, Փարիզ, Երևան։